Ներկայումս խոցային հիվանդությունը հանդիպում է աշխարհի բնակչության շուրջ 8-ից 12%-ի մոտ։ Չնայած ժամանակակից բուժման արդյունավետությանը, դրա բարդությունները շարունակում են մնալ բարձր։ Ամենավտանգավորներից է խոցի թափածակումը, որը հանդիպում է մինչև 10-ից 15% դեպքերում, ունի բարձր մահացություն հատկապես սոմատիկ ծանր հիվանդների մոտ։ Թափածակումը առավել հաճախ զարգանում է գործունյա տարիքի մարդկանց մոտ, ինչը նաև կարևոր սոցիալական խնդիր է։ Սովորաբար թափածակմանը նախորդում է խոցի սրացումը, ցավերի ուժգնացումը, որը հաճախ կապված է ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների երկարաժամկետ օգտագործման հետ։ Ախտանիշներն ունեն սեզոնային արտահայտվածություն։ Խոցի թափածակման ժամանակ առաջանում է սուր, դաշույնի հարվածի նման ցավ որովայնի վերին կեսում։ Այդ պահից սկսում է զարգանալ պերիտոնիտ, որովայնի տարածուն բորբոքում, որը կարող է բերել թունավորման և բազմաօրգանային անբավարարության։ Ախտորոշումը հաստատվելուց հետո հիվանդները վիրահատվում են կենսական ցուցումներով։ Կախված հիվանդի ընդհանուր վիճակից, վիրահատությունը կարող է իրականացվել ինչպես բաց, այնպես էլ լապարասկոպիկ եղանակով։